Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայկ Օպտիկսի տնօրեն Հայկ Թոփչյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Մենք ունենալու ենք հետաքրքիր զրույց, դրանում վստահ եմ, քանի որ խոսելու ենք առողջի եւ գեղեցիկի մասին։ Չենք կարող չնկատել, որ վերջին տարիներին ակնոցը դարձել է ոչ միայն անհրաժեշտություն, այլ նաև գեղեցկության դրսևորում, այլ նաև ցանկալի եւ պարտադիր աքսեսուար, եւ եթե տարիներ առաջ նույնիսկ նրանք, ովքեր ունեին ակնոցի կարիք, խուսափում կամ ամաչում էին դրանք կրելուց, հիմա ընդհակառակը ոմանք կամ ավելի ճիշտ շատերը նույնիսկ այո, խնդիր չունենալով դնում են ակնոցներ որևէ, այսպես ասած, իմիջ ստեղծելու համար, հա։ Բայց այստեղ նաև պետք է խնդիրների մասին բարձրաձայնենք, թե որքանով է վտանգավոր, եթե մենք այդ ակնոցը նայում ենք պարզապես որպես աքսեսուար, այլ ոչ առողջությանը հնարավոր վնաս հասցնող, հա, ատրիբուտ։ Այս դրա մասին եմ ուզում խոսենք։ Տեսեք, ճիշտ եք նկատել, որպես աքսեսուար շատ հաճախ են օգտագործում մարդիկ, բայց այստեղ կան բավական լուրջ խնդիրներ, մանավանդ մեր օրերում, երբ որ միանշանակ հիմնական մարդիկ ունենում են այդ խնդիրը, այս դեպքում շատ կարևոր է ընտրել ճիշտ թե շրջանակի ձև, թե ճիշտ ապակի, որ թիրախավորենք հենց այն խնդիրը, որը որ առկա է։ Այսինքն չստեղծենք նորը։ Հա, եւ չշատացնենք եղած խնդիրը եւ նպաստենք որպես բարելավում, էլի, այսպես։ Ճիշտ է թե ձևը ընտրել շրջանակի, որպեսզի ունենա լայն տեսադաշտ նայելու, ավելի կոմֆորտ լինի եւ ընտրել այնպիսի ոսպնյակ, որը հենց կոնկրետ կախված է իր առօրյայի հետ, այսինքն ինչով է հիմնական գործունեությունը։ Չգիտեմ, կամ պաշտպանիչ շերտով տարբերակներ, որոնք պաշտպանում են տարբեր ճառագայթներից, ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր, հեռախոս համակարգչի, որը այսօր լուրջ խնդիր է։ Բոլորի մոտ անկախ տարիքից։ Ամեն վարկյան առնչվում ենք այդ ճառագայթների հետ, որը որ վնասում է մեր աչքը։ Մենք այսօր գրեթե ամեն տեղ կարող ենք ունենալ հնարավորություն ակնոց գնելու։ Էլ չեմ խոսում on-line հարթակներից դրանք ձեռք բերելը։ Մի բան էլ չեմ ուզում այդ մասին խոսել, որ մենք նույնիսկ պատվիրում ենք դրսից ակնոց, որը նախատեսված է օպտիկական հարցերը լուծելու համար։ Թե սրանք ինչպիսի խնդիրներով են հարուստ, այ հենց դրա մասին ուզում եմ խոսել։ Տեսեք, կան շատ տարբերակներ, որոնք հենց պատրաստի, իրենք համաձայն եմ հարմար է, որ միանգամից վերցրեցիր դրեցիր, էլ ոչ սպասում ես, ոչ ինչ-որ բան, բայց այստեղ յուրահատուկ մոտեցումը պարտադիր է բոլորի դեպքում, քանի որ օրգանիզմը, ինչպես բոլոր օրգանները, նույնպես աչքը ամեն մարդու մոտ մի տեսակ է լինում։ Նաև շատ հաճախ լինում է, որ հարազատի ակնոց վերցնում են, տենց նորմալ է։ Բայց չի կարելի, որովհետև այնտեղ կան տվյալներ, որոնք պետք է հստակ պահպանվի ամեն մարդու համար առանձին։ Դրա համար միանշանակ դեմ եմ այդ ամեն ինչին, երբ որ զուտ ուղղակի պատվիրեցիր, եկավ դրեցիր, այդ բան չի լինելու, բայց ժամանակի ընթացքում լուրջ խնդիրը հաստատ է։ Մենք բոլորս էլ նկատում ենք, չէ, երբ գնում ենք բժշկի մոտ, ակնաբուժի մոտ, ինքը մեզ ակնոց նշանակելիս տարբեր տեսակի չափումներ է անում, հա, այնտեղ բիբի հեռավորություն, քթի հեռավորություն, աչքերի հեռավորություն եւ այլն։ Եվ ես կարծում եմ այն մարդը, որ ավելի քան 10 տարի անընդհատ սովորում է եւ իր ժամանակը ծախսում է նման չափումներ անելու համար, սա ինքնանպատակ չէ եւ սա պարզապես այսպես ասած պտիչկա դնելու համար չի, հա, եւ եթե բժիշկը անում է, ուրեմն սրանք կարեւոր եւ սրանք նշվում է, որպեսզի պատրաստելիս նաեւ հաշվի առնվի, հետեւաբար սա ինքնանպատակ չէ։ Իրականում մանրուքներ է թվում, բայց ամենակարևոր կետը դա է, էլի, որ ամեն ինչ հստակ պետք է լինի։ Մենք խոսում ենք օպտիկական ակնոցների մասին, բայց պետք չէ մոռանալ նաև արևային ակնոցների մասին, այո, որոնք կարծես թե այսպես կոչված կանխարգելիչ բնույթ են, հա, կրում, եւ սրանց սխալ ընտրությունը եւս կարող է հանգեցնել որոշակի խնդիրների։ Ինչի վրա ուշադրություն դարձնենք, որպեսզի կատարենք ճիշտ ընտրություն։ Ինչպես նշեցի, այստեղ նույնպես պաշտպանիչ շերտը կարևոր դեր ունի, քանի որ եթե լինի որակապես թույլ, ինքը ավելի շատ կարող է հոգնածնել, գլխապտույտ գլխացավ եւ շատ տհաճ զգացողություններ առաջացնել։ Այսինքն որակյալ ապակին ինչպես օպտիկական, որպես տեսողական տարբերակ ընտրելուց բացի, այստեղ նույնպես շատ ճիշտ է լավ տարբերակ ընտրելը։ Ինչպես նաև շատ խնդիր ենք ունենում, ենթադրենք երեկոյան մեքենա վարելուց, դա էլ է բավական մեծ խնդիր, երբ որ դիմացի մեքենայի լույսերն են խանգարում մեզ վարել։
Այդ դեպքում նորից կան ապակիներ, որոնք ավելի թուլացնում են այդ լույսերը եւ ավելի հարմար է դարձնում վարորդի ընթացքը։ Կամ ուժեղ արևը։ Հա, ուժեղ արևը նույնպես կամ մառախուղ, այս դեպքերում էլ կան ոսպնյակներ, որոնք թուլացնում են էֆեկտը եւ ավելի հարմար կոմֆորտ տեսադաշտով ճանապարհորդություն են ունենում։ Եվ անվտանգ։ Այո, ամենակարևորը։ Ասում են նաև, որ արևային ակնոցների դեպքում գույնը եւս կարևոր է։ Որքանով է սա ռեալ։ Իրականում բավական, նաև էլի կախված է աչքի յուրահատկությունից։ Օրինակ կա մարդ, որ չի կարողանում մուգ ապակիներ դնել։ Այս դեպքում ավելի նախընտրելի է շագանակագույն, ավելի թույլ երանգով ապակիներ նախընտրել, իսկ եթե խնդիր չկա եւ տեսքի կողմից էլ որնենք, բավական մեծ տեսականի կա մուգ ապակիների եւ արդեն ըստ ճաշակի է այստեղ գալիս։ Եթե չկա ինչ որ խնդիր մկության հետ կապված, որ կարող է մարդ նեղվի։ Նաև հանրության մեջ այսպես ամրացած կարծիք կա, որ որքան մուգ են ապակիները, այնքան լավ է պաշտպանությունը։ Այդ այդքան էլ էական չի, ինքը կարող է լրիվ թափանցիկ լինի, բայց էլի նույնիսկ պաշտպանի։ Արևից։ Այստեղ զուտ արդեն հանգստության հարցն է, հա։ Ճառագայթները կարող է չթափանցել աչք, բայց ընդհանրենք մուգ լինի, ավելի կոմֆորտ լինի մարդուն նայելը։ Զուտ այսքանով լույսի հետ կապված, լույսի շատ ու քիչ թափանցելու հետ կապված, բայց ինչ վերաբերում պաշտպանիչին, թափանցիկ տարբերակ էլ կա, որ ինքը կարող է լրիվ չեզոքացնել ճառագայթների մուտքը դեպի աչք, բիբ։ Շատ լավ, ընտրություն կատարելիս նաև մենք մտածում ենք, որ եթե ապակի է, ուրեմն որակյալ է, եթե պլաստմաս է, ուրեմն անորակ է։ Չէ, տեսեք, դա նախկինում էր այդպես, ու հիմա էլ մի փոքր տարիքով մարդիկ նախընտրում են ապակի։ Քանի որ չի խազվում, բայց ապակու դեպքում ստացվում մանավանդ եթե մի փոքր բարձր են համարները, ծանրություն են ունենում հավելյալ, որը անիմաստ լարվածություն է առաջացնում։ Եվ բացի դա պաշտպանիչ շերտ այստեղ ավելի քիչ է կամ բացակայում է լրիվ ապակու դեպքում։ Իսկ պլաստիկայի դեպքում, օրգանական ապակու դեպքում արդեն ունենում ենք պաշտպանիչ շերտի լայն տեսականի եւ ավելի թեթև։ Օրգանական ապակու դեպքում խնդիր որպես այդպես կարող ենք դիտարկել խազվելը։ Բայց եթե, չգիտեմ, առօրյայում կամ աշխատանքի բնույթից ելնելով չեք կարողանում իրան այնպես օգտագործել, որ չխազվի, կա տարբերակ, որը բավական ուշ է խազում, այսինքն ահագին երկար ինքը կծառայի, թեկուզ եթե մի փոքր ամփույթ օգտագործեք։ Լուծում կա։ Լուծում կա, այո։ Կարևորը սա է։ Եվ մի բան էլ նշեմ, մանկական երեխաների ակնոցների դեպքում միանշանակ օրգանական ապակին ընտրությունը, քանի որ աշխուժ են երեխաներ խաղալուց կոտրվել կա, որ վնասվի աչքը, այո, իհարկե։ Շատ լավ, այսօր անգամ տնտեսական խանութներում անցումների տակ կարելի է ակնոց ձեռք բերել։ Այնքան հասանելի եւ հեշտ է այդ ակնոցը գնելը, որ մենք փորձում ենք հնարավորինս մեզ ճակերտավոր ասած նեղություն չտալ եւ հատուկ ու մասնագիտացված տեղ չայցելել։ Բայց ուզում եմ բոլոր նրանց համար, ովքեր դիտում կամ լսում են մեզ, այն կարևոր առանձնահատկություններն առանձնացնեք, որոնք պետք է հաշվի առնենք եւ սրանցով էլ այսպես ասած առաջնորդվելով դիմենք Հայկ Օպտիկսին։ Պետք չի, երբ որ մարդ նկատում է ինչ-որ տեսողության խնդիր ունի, վերցնի ինչ-որ համար դնի, այդ բանը լավ է, վերջ, դրանով սահմանափակվի։ Քանի որ այդ ձեր նշած պատրաստ միանգամից պատրաստի ակնոցները երկու ապակին էլ նույն համարով, այնտեղ միջբբային հեռավորությունը ստանդարտ, ոնց գործարանը արտադրել է, վերջ այդքանն է ինքը, բայց այնտեղ կարող է տարբեր լինել երկու աչքի տարբերությունը, տարբեր համարներ լինի, կամ միջբբային հեռավորությունը չհամապատասխանի գործարանի կողմից արտադրված ակնոցի միջբբային հեռավորությանը։ Դրա համար որպես առանձնահատկություն նշեմ, որ մեր մոտ տեղում կատարվում է տեսողության ստուգում բավական հստակ եւ այս դեպքում արդեն ստուգումից հետո ունենում եք լրիվ ձեր աչքերին համապատասխան ակնոց։ Հատուկ ձեզ համար արդեն այո, խնդիրներ չեն առաջանա ժամանակի ընթացքում։ Ես նաեւ ուզում եմ ասել, որ այսպես ասած նաեւ որպես հաճախորդ եմ, հա, ուզում ասել։ Առավելագույնը կես ժամ տևեց, մինչ մեր ակնոցները ամբողջությամբ պատրաստ եղան։ Ինչպես ստուգումը պատրաստելը նույնպես տեղում կատարվում է, ապակիների գրեթե 90%-ը տեղում առկա ունենք, որի շնորհիվ կարողանում ենք միանգամից պատրաստել եւ սպասելու երկար օրեր սպասելու կարիք չկա։
Այսինքն, եթե դուք պատրաստի ակնոցը նախընտրում եք իր արագ լինելու համար, որ մի անգամից դրես, եթե կես ժամանակ կա, մի բաժակ սուրճ խմենք մինչև որ պատրաստ կլինի ցանկալի ակնոցը։ Իհարկե նախորդ հարցի շրջանակներում, այսպես ասած, առանձնահատկությունները երբ մատնանշվեցին, ավելի քան պարզ էր թե ինչու դիմել, բայց առաջին ձեռքից եւ խոհանոցին լավ ծանոթ մարդու, այսպես ասած, տեսանկյունից ուզում եմ 3 չափանիշ առանձնացնեք, որոնք հաշվի առնելով պարտադիր է Հայկ Օպտիկսին դիմելը։ Առաջին չափանիշ նշեմ երկար գործունեությունը, քանի որ բավական երկար տարիներ ենք շուկայում եւ ահագին մասնագիտացված ենք եւ կկարողանանք հաստատ ճիշտ խորհուրդ տալ, ճիշտ ակնոց ընտրել։ Երկրորդ առանձնահատկության մեջ նշեմ բավական ազատ հաճախորդի հետ շփվելը, ինչ մասով ազատ, որ կարողանում ենք ճիշտ խորհուրդ տալ, հասկանալ թե ինչա պետք մարդուն եւ ինչի համար։ Իսկ երրորդ առանձնահատկություն, որպես նշեմ, նորից նշեցինք ժամանակային առումով բավական արագ լինելը։ Բա տեսականին։ Տեսականու մասին շատ բավական լայն տեսականի ունենք եւ հարմար բոլորի համար։ Այսինքն թե ֆինանսապես եւ թե լայն ընտրության հետ կապված, այո։ Ես հիշում եմ տարբերակ ունենք։ Երբ առաջին անգամ մտա ձեր խանութ, առաջին այսպես արձագանքս այն էր, որ այստեղից հաստատ կգտնենք այն, ինչ ուզում ենք, եւ չսխալվեցի։ Շատ մարդիկ նույնիսկ այսպես ասում ինչի համար է այսքան տեսականի չեն կամում կողմնորոշվել, այս խնդիրն էլ կա։ Այո։ Եթե կարելի խնդիր ասել էլի։ Ճակերտավոր։ Ու նաև այն համբերատարությունը, որ շատ երկար աշխատակիցները, բոլոր ակնոցները, որոնք որ մեզ հետաքրքրում էին, որևէ մեկը չզլացավ այդ ակնոցները մի քանի անգամ տանել, բերել, իջեցնել, բարձրացնել։ Կարծես թե խանութում գտնվող բոլոր ակնոցները փորձեցինք եւ որևէ մեկը չնեղվեց, թե ինչի համար ենք մեկ ակնոցը 3 անգամ փորձում։ Տեսեք, դա մոտեցման եւս մի տարբերակ է, որովհետեւ շատ մարդիկ, երբ որ հասկանում ունեն տեսողության խնդիր, իրանց մոտ դա ստրես է, թե ինչպես պետք է օգտագործեն ակնոց, որովհետեւ ամբողջ կյանքում չեն առնչվել դրա հետ։ Այդ խնդիրը լուծելու համար այդ մոտեցումը պետք է այդ ակնոցը պետք է այդ մոտեցումը, որպեսզի հաճախորդն էլ զգա, որ դա բավական լավ է, նորմալ է, երբ որ մարդ կարող ակնոց դնի եւ հասկանա ինքը, որ իրեն իրոք սազում է այդ ակնոցը։ Այո։ Դրա համար այդ մոտեցումը մի փոքր կոնկրետ է պետք մարդուն տալ։ Ակնոցի դեպքում դեռ փորձում եմ տրամաբանություն գտնել, հա, որ կարող ենք որտեղից հասնի այդ ակնոցը ձեռք բերենք։ Բայց երբ կոնտակտային լինզան ոսպնյակը անմիջապես հպվում է աչքին, բիբին, ու սա գնում ենք օրինակ կոսմետիկ խանութից կամ տնտեսական խանութից, սա արդեն որևէ կերպ չեմ կարողանում արդարացնել կամ որևէ տրամաբանություն գտնել, հա։ Սրանց ճիշտ ընտրության մասին եւս ուզում եմ խոսենք։ Սրանց ճիշտ ընտրության մեջ էլի կարևորությունը տեսողականինն է, բայց նորից կան նրբություններ, որը կապված է աչքի ենթադրենք չորության հետ, թե կոնկրետ այդ աչքի համար, որ կոնտակտային լինզան ավելի ճիշտ կլինի։ Կան լավ տարբերակներ, գերշնչող, ավելի փափուկ սիլիկոնային տարբերակներ, կան մի փոքր կոշտ լինզաներ, որոնք նախատեսված են մի փոքր երկար ծառայելու համար։ Իսկ եթե մարդուն կոմֆորտ այդ լինզան օգտագործելը չունի ինչ-որ չորության խնդիր, դիսկոմֆորտ, կարող է օգտագործի այդ լինզաները։ Այս դեպքում նույնպես կարևոր է հասկանալ կոնկրետ ինչա պետք այդ աչքին։ Ինչ կոնտակտային լինզա։ Էլի խստանհատական է, չէ՞։ Այո, իհարկե։ Իսկ ճիշտ է, որ շուկայում արդեն կան այնպիսի ոսպնյակներ կոնտակտային, որոնք կարելի է ոչ թե 1 ամիս, այլ շատ ավելի երկար օգտագործել։ Տեսեք, իր օգտագործման ժամկետը 1-ից 3 ամիս կարող ենք դիտարկել, ինչի հետ է կախված խնամքից նախ լինզաների, թե ինչպես կխնամի հաճախորդը օգտագործողը եւ նաեւ կախված է հաճախականից ինչքան շատ է օգտագործում։ Այսինքն, եթե ինքը օգտագործում է ակնոց լինզա, այսպես բարբերաբար, փոխելով, ինքը մինչև 3 ամիս հանգիստ կարող է օգտագործի։ Կան լինզաներ, որոնք 3-ից 6 ամիս հանգիստ կարող է էլի մարդ օգտագործել, էլի, բայց կախված է իրանից, մի քիչ կոպիտ ասած։ Թե ինչպես կօգտագործի, այո։ Շատ լավ, երբ մենք ակնոցը վերցրեցինք եւ ես մտավախություն ունեի, որ շրջանակները շատ բարակ են, բա որ հանկարծ կոտրվեն,
բայց ախր շատ սիրուն էին ուզում էինք որ հենց այդ ակնոցը ունենալ մեզ այնտեղ հանգստացրեցին որ խնդիր չէ հոգ չէ եթե հանկարծ կկոտրվի ինչը քիչ հավանական է ինչպես իրենք ասացին ինչպես դուք այսպես մեզ հավաստիացրեցիք սրան եւս լուծում կա եւ կարող ենք վերանորոգման համար եւս մոտենալ այս մասին եւս խնդրեմ վերանորոգում նույնպես կատարում ենք կախված խնդրից եթե լուծվողը հաստատ վերանորոգվի վնասվածքը իսկ եթե ակնոցը ձեռք չենք բերել Հայկ Օպտիկսից, էլի կարող ենք մոտենալ։ Ամփոփելով այսօրվա մեր զրույցը, ուզում եմ այն կարևոր ուղերձները, որոնք որ հասունացել են եւ ուզում եք բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին այս պահին ուղղել, ունեք հնարավորություն, կարող եք սրտի խոսքը, ինչու ոչ խորհուրդն ու հորդորը այս պահին հնչեցնել։ Հետևեք ձեր տեսողությանը, առհասարակ առողջությանը, մանավանդ երեխաների դեպքում հիմա շատ են նկատում, որ երեխային զբաղացնելու համար զուտ հեռախոս են տալիս, որ չգիտեմ ինչ-որ ֆիլմ նայի եւ չլացի կոպիտ։ Չխանգարի իրենց, շատ սխալ է դա, թե որպես տեսողության խնդիր, թե որպես եւ մնացածով զարգացման հետ կապված եւ այլն։ Շատ կարեւոր է այդ երեխաների դեպքում անուն, որովհետեւ դա կարող է ուղեկցել ամբողջ կյանք։ Այդ խնդիրը։ Եվ բժշկության, կարծում եմ ձեր ոլորտում ավելի քան ակտուալ է մի վնասիրը, բժշկության գլխավոր սկզբունքը, այսինքն մի վնասեք ձեզ ընտրելով կամ չընտրելով ճիշտը։ Սխալ ընտրությունը կարող է իսկապես վնասակար լինել։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ հիշեցնել, որ զրուցակիցս Հայկ Օպտիկսի տնօրեն Հայկ Թոփչյանն էր։ Շնորհակալություն մեզ հետ եք, կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ, ցտեսություն։